Նախագահ Դոնալդ Թրամփը Միացյալ Նահանգների զինված ուժերին հրահանգել է 30-ամյա ընդմիջումից հետո վերսկսել միջուկային զենքի փորձարկումները, դա պատճառաբանելով Ռուսաստանի և Չինաստանի հետ համաքայլ գնալու անհրաժեշտությամբ։ Մյուս երկրների փորձարկման ծրագրերի պատճառով ես պատերազմի նախարարությանը հանձնարարել եմ սկսել մեր միջուկային զենքի փորձարկումները հավասար հիմունքներով։ Այդ գործընթացը կսկսվի անմիջապես, գրել է նա Truth Social հարթակում Չինաստանի նախագահի հետ հանդիպումից առաջ։ Թրամփի խոսքով Միացյալ Նահանգներն ավելի շատ միջուկային զենք ունի, քան որևէ այլ երկիր, ինչպես նաև արդիականացրել է միջուկային զինանոցն իր նախագահության առաջին ժամկետում։ Ռուսաստանը երկրորդն է, իսկ Չինաստանը երրորդը, հավելել է նա։ ԱՄՆ-ն վերջին անգամ միջուկային զենքի փորձարկում է անցկացրել 1992 թվականին։ Չինաստանի արտգործնախարարությունը հույս է հայտնել, որ ԱՄՆ-ն կհետևի միջուկային փորձարկումների մորատորիումի վերաբերյալ իր հանձնառությանը և փորձարկումների արգելման մասին պայմանագրով ստանձնած պարտավորություններին։ Ռուսաստանն իր հերթին շեշտել է, որ Բուրևեստնի քրթիռի փորձարկումը, որն ավելի վաղ քննադատել էր Թրամփը, չի հանդիսանում միջուկային փորձարկում, որի նկատմամբ մորատորիում է սահմանված։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հույս է հայտնել, որ Բուրևեստնի քրթիռի և Պոսեյդոն ստորջրյա սարքի փորձարկումների մասին տեղեկատվությունը ճիշտ կերպով է ներկայացվել ԱՄՆ նախագահին։ Պեսկովի խոսքով Մոսկվան հետևում է միջուկային փորձարկումների միջազգային մորատորիումի հնարավոր խախտումներին և եթե նման բան տեղի ունենա, ապա համարժեք գործողություններ կձեռնարկի։ Նա հավելել է, որ Մոսկվան Վաշինգտոնից ծանուցում չի ստացել միջուկային զենքի փորձարկումը վերսկսելու մասին։ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Ֆիլադելֆիայի նավաշինարանում Հարավային Կորեայի համար ատոմային սուզանավ կկառուցի։ Դոնալդ Թրամփը նշել է, որ Միացյալ Նահանգներում նավաշինությունը շուտով կվերականգնվի։ Հարավային Կորեայի նախագահի գրասենյակը ողջունել է միջուկային սուզանավի կառուցումը թույլատրելու Թրամփի որոշումը, նշելով, որ դա կմեծացնի երկրի պաշտպանական կարողությունները։ Այս գործընթացում Սեուլը սերտորեն կհամագործակցի Վաշինգտոնի հետ։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին երկրի զինված ուժերի գլխավոր հրամանատարի և գլխավոր շտաբի պետի հետ քննարկել է իրավիճակն առաջնագծում։ Նրա խոսքով դրությունն առավել բարդ է Պոկրովսկի ուղղությամբ, որտեղ վերջին շաբաթներին ընթացել են ամենաինտենսիվ մարտերը և արձանագրվել է ռուսական ուժերի մեծ կենտրոնացում։ Զելենսկին հայտնել է, որ իրավիճակը խնդրահարույց է նաև Կուպյանսկում, սակայն ուկրաինական ուժերը վերջին օրերին առաջընթաց են գրանցել։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր հերթին հայտարարել է, որ Կուպյանսկում և Պոկրովսկում Ուկրաինայի զինված ուժերը հայտնվել են ռուսական բանակի շրջափակման մեջ։ Պուտինի խոսքով ուկրաինացի զինծառայողների ճակատագիրը պետք է որոշի Կիևը, ինչպես դա ժամանակին արել են Ազովստալում։ Կրեմլի ղեկավարը հայտնել է, որ պատրաստ են թույլ տալ այդ թվում ուկրաինական և օտարերկրյա լրատվամիջոցներին մտնել շրջափակված տարածք, որպեսզի իրենց աչքերով տեսնեն, թե ինչ է այնտեղ կատարվում։ Նա շեշտել է ԶԼՄ-ների ներկայացուցիչների այցի ընթացքում բոլոր նշված վայրերում մարտական գործողությունները կդադարեցվեն։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից էլ հայտնել են, որ Ուկրաինայի զինվորականները Պոկրովսկում շրջափակումից դուրս գալու 9 փորձ են ձեռնարկել, սակայն դրանք ձախողվել են։ Ռուսաստանը հրթիռներով և անօդաչուներով զանգվածային հարվածներ է հասցրել Ուկրաինային։ Նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է, որ երկրի ուղղությամբ արձակվել է 650 ԱԹՍ և ավելի քան 50 հրթիռ։ Զապորոժիեում վնասվել են բնակելի տներ, փլուզվել է հանրակացարան, 2 մարդ զոհվել է, տասնյակ մարդիկ վիրավորվել։ Երկրի տարբեր շրջաններում թիրախավորվել են ջերմաէլեկտրակայանները։ Էլեկտրաէներգիայի վթարային անջատումներ են տեղի ունեցել Ուկրաինայի մեծ մասում։ Կիևի բնակիչները գիշերը պատսպարվել են մետրոյում։ Զելենսկին դաշնակիցներին կոչ է արել ավելի մեծ ճնշում գործադրել ռուսական նավթագազային արդյունաբերության և ֆինանսական ոլորտի վրա։ Ռուսաստանն իր հերթին հայտարարել է վերջին 1 օրում ուկրաինական գրեթե 200 անօդաչու և 8 կառավարվող ավիառումբ խոցելու մասին։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցն իր պաշտոնավարման ընթացքում առաջին այցն է կատարել Թուրքիա։ Նա այցելել է Աթաթուրքի դամբարան, այնուհետև հանդիպում անցկացրել գործարարների հետ։ Նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ քննարկման օրակարգում են երկկողմ հարաբերությունները, գործակցությունը պաշտպանության ոլորտում, Թուրքիայի դերակատարումը ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման գործում, նրա ազդեցությունը Գազայի հատվածում խաղաղության ջանքերում։ Ըստ գերմանական լրատվամիջոցների, երկու երկրների հարաբերություններում լարվածությունը շարունակվում է Թուրքիայում մարդու իրավունքների հետ կապված մտահոգությունների պատճառով։ Սյուզաննա Չրաղյան, լուրեր։